Գիրք ծննդոց, գլուխ 6. Եվ եղավ, երբ որ մարդիկ սկսեցին շատանալ երկրի վրա և աղջկեր ծնեցին իրանց, Աստծո որդիքը տեսնելով մարդկանց աղջկերանցը, որ գեղեցիկ էին, ամեն իրանց հավանածներիցը իրանց համար կանայք էին առնում։ Եվ Եհովան ասաց. «Իմ հոգին մարդի վրա միշտ չմնա, այն պատճառով, որ նա մարմին է, այլ նրա օրերը 120 տարի լինին։ Եվ հսկաները կային այն օրերը երկրի վրա։ Եվ այնուհետև էլ, որ բոլոր Աստծո որդիքը մարդկանց աղջկերանց մոտ էին մտնում, և նրանք նրանց համար ծնում էին։ Սրանք այն զորավորներն էին, որ վաղուց անվանի մարդիկ էին։ Եվ Եհովան տեսավ, որ շատացել էր մարդկանց չարությունը երկրի վրա, և նրանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր։ Այն ժամանակ Եհովան զղջաց, որ երկրի վրա մարդը ստեղծեց, և իր սրտի մեջ տրտմեց։ Եվ Եհովան ասեց. «Երկրի երեսիցը ջնջեմ մարդը, որ ստեղծեցի, մարդից մինչև անասունը, մինչև սողունը և մինչև երկնքի թռչունը, որովհետև զղջում եմ, որ նրանց ստեղծել եմ»։ Բայց Նոյը Եհովայի առաջին շնորհք գտավ։ Այս է Նոյի ծնունդքը։ Նոյը մի արդար և կատարյալ մարդ էր իր դարումը։ Նոյը Աստծո հետ վարվեցավ, և Նոյը 3 որդի ծնեց՝ Սեմը, Քամը և Հաբեթը։ Եվ երկիրը Աստծո առաջին ապականվեցավ, և երկիրը անօրենությամբ լցվեցավ։ Եվ Աստված տեսավ երկիրը, և ահա ապականված էր, որովհետև ամեն մարմին իր ճանապարհը ապականել էր երկրի վրա։ Եվ Աստված ասեց Նոյին. «Բոլոր մարմնի վերջը եկել է իմ առաջին, որովհետև երկիրը նրանց պատճառով անիրավությամբ լցված է։ Եվ ահա ես նրանց պիտի փչացնեմ երկրի հետ։ Արդ դու քեզ համար խիժաբեր փայտից մի տապան շինիր, և տապանը խորշերով շինիր, և նրան ծեփիր կուպրով ներսիցը և դրսիցը։ Եվ այսպես պիտի շինես նրան. տապանի երկայնությունը 300 կանգուն, լայնությունը 50 կանգուն, և բարձրությունը 30 կանգուն։ Տապանին լուսամուտ շինես, և մինչև մի կանգուն կատարես նրան վերևիցը, և տապանի դուռը կողմիցը դնես, ներքնատնով, միջնատնով և վերնատնով շինես նրան։ Եվ ես ահա երկրի վրա ջրհեղեղ պիտի բերեմ այն ամեն մարմինը կորցնելու համար, որի վրա կենդանության շունչ կա երկնքի տակ, և երկրի վրա ինչ որ կա, պիտի սատկի։ Բայց իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, և տապանը կմտնես դու և քո որդիքը, և կինդ և որդկանցդ կանայքը քեզ հետ։ Եվ ամեն անասուններիցը և ամեն մարմնից 2 հատ ամենիցը տապանը բերես, որ քեզ հետ ապրին, արու և էգ լինին։ Թռչուններիցն իրանց տեսակի պես, և անասուններիցն իրանց տեսակի պես, երկրի բոլոր սողուններիցն իրանց տեսակի պես, 2 հատ ամենիցը քեզ մոտ գան, որ ապրին։ Եվ դու առ քեզ համար ամեն ուտելիքներից, որ ուտվում են, և քեզ մոտ հավաքիր, որ քեզ ու նրանց համար ուտելիք լինին։ Եվ Նոյն արավ բոլորը, ինչպես Աստված պատվիրել էր նրան, այնպես արավ։